Քույրիկիս խիստ պահանջով զրկված եմ սոցցանցերից, հեռախոսից։ Ասա ով է քույրդ, ասեմ ով ես դու։ Նարեի քույրը Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխ-չեմպիոն Մարգարիտա Առաքելյանն է։ Հանուն վաղված չեմպիոնության թող որ այսօր լինեմ խիստ, ասում է Մագան։ Նա նույնիսկ հեռակառավարման վահանակն է վերցրել, փոխարենը Նարեին գրքեր է նվիրել։ Ռուբեն Եսայանի վանականն ունեն գաղտնիքը ավարտել եմ արդեն, թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա սկսել եմ։ Ծաղկաձորի հավաքին, անկեղծ ասած, ինքը մի քիչ չի արդարացրել իրան, որովհետև մի քիչ գիրք չի կարդացել, հեռախոսի մեջ է շատ եղել ու պարապմունքների վրա միանշանակ դա ազդել է, իսկ այստեղ մենք ամեն ինչ ուղղել ենք միասին ու միջամրցումներ այդպես է լինելու է։ Ինչպես առօրյայում, այնպես էլ մարզումներին Մագան Նարեին ուղղորդում է խորհուրդներով։ Եվ քրոջ եւ հավաքականի գլխավոր մարշչի խորհուրդները Նարեին կօգնեն Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Ցիկ մեջքով ցիկ խփի։ Ուղիղ իջի, ուղիղ։ Եվրոպայի առաջնությունում Նարեն մեր 4 պատվիրակից մեկն է։ Նախորդ տարի էլ է մասնակցել, վերադարձել բրոնզով։ Մասնակցելու եմ 77 պլյուս քաշային կարգում, ուսի բորբոքում ունեմ, բայց չի խանգարում մարզումներին։ Քարյակի մյուս ներկայացուցիչը Մերի Աղալարյանն է։ Ուլավ արցացի թատերի։ Տարեսկզբին Մերին 3 տարիքային խմբում մասնակցեց Հայաստանի առաջնությանը։ Մեծահասակների պայքարում բրոնզ, երիտասարդներում արծաթ, պատանիներում էլ ոսկի։ Հիմա ներկայանալու են նոր քաշում։ Մեջքի հետ ցավեր կան, բայց դրանք այդքան էլ ինձ չեն խանգարում։ Փորձում եմ ավելի բարելավել արդյունքները։ Քաշի իջեցնելը այդքան է դժվար չէր։ Հայաստանի գավաթի ժամանակ իջեցրեցի 77 քաշային կարգում հանդես եկա։ Արտաշես Ներսիսյանի թիմում են նաև Հայաստանի փոխ-չեմպիոն Նատալիա Սարգսյանն ու չեմպիոն Քրիստինա Բաբայանը։ Քրիստինան մասնակցելու է 15 տարեկանների խմբում, մյուսները 17։ Արարատցի մարզուին նախորդ տարի այս առաջնությունից վերադարձավ բրոնզով։ Մի քցվի առաջ, նորից։ Դու հերվի վերև ու մնա մենակ ոտքերդ բաց։ Այ ապրես։ Всё, մեծ ակնկալիքներ իհարկե չունենք, քանի որ եւ քաշային կարգերն ենք փոխել։ Ասես ինչ որ հետախուզական ինչ որ մրցումներ լինեն, էլի։ Փոխված քաշեր անփոփոխ նպատակ, մեդալ։ Հին աշխարհամասի ծանր մարտերը Մադրիդում են, հուլիսի 23-ից 30-ը։ Մի քցվի առաջ։ Նարինե Մելիքյան, Իսահակ Ասլանյան, Fast News։